Աշխատանքային օրերին 14:15, 15:05 եւ 16:45 Աշխարհ հաղորդում։ Աշխարհ ամենաուշադիր հայացքը մեր երկրից դուրս ընթացող զարգացումներին։ Բարի օր, լրատվական ռադիոյի եթերում աշխարհն է, խոսափողի մոտ Լիաննա Խաչատրյանն է։ Այս ժամին մեր դիտակետում տարածաշրջանն է, իսկ ավելի կոնկրետ Վրաստանն ու Ռուսաստանը։ Հիմնական թեմաների մասին նախ համառոտ։ Մենք խելագար չենք, մենք երբեք խելագար չենք եղել։ Սաակաշվիլին աշխատում է բարձրացնել Վրաստանի վարկանիշը։ Վրաստանը մտադիր չէ միանալ ոչ ԱՊՀ-ի ազատ առևտրային գոտուն, ոչ էլ Եվրասիայի միությանը։ Եթե Ռուսաստանին չընդունեն առևտրի համաշխարհային կազմակերպություն, մենք դրան կդիմանանք։ Սա Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն է։ Այս ամենի մասին առավել մանրամասն կպատմեմ հենց հիմա, մնացեք մեզ հետ։ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ հակամարտությունների լուծման նպատակով Վրաստանը ոչ մի ռազմական գործողության չի գնա։ Դա բացառվում է։ Այս մասին չեխական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միխայիլ Սաակաշվիլին, որովհետեւ մենք խելագար չենք, մենք երբեք խելագար չենք եղել, ասել է Վրաստանի նախագահը։ Սաակաշվիլին համարում է, որ ռազմական զարգացումը այլընտրանք չէ, քանի որ Ռուսաստանը Վրաստանից անհամեմատ մեծ է։ Օկուպացված տարածքներում նրանք ունեն հրետանի, հրթիռներ, գրեթե ամեն ինչ, այդ թվում օդանավեր։ Միակ բանը, որ նրանք այնտեղ չունեն, դա միջուկային զենքն է, հայտարարել է Վրաստանի նախագահը։ Ռուսներն այնտեղ ամեն ինչից ավելի շատ ունեն, քան պետք է Վրաստանի նման փոքր երկրի վրա հարձակվելու համար։ Նրանք նաև հոգեբանական ահաբեկչության են դիմում։ Օրինակ, երբ էլ ես Թբիլիսի օդանավակայանից որևէ տեղ եմ մեկնում, ես տեսնում եմ, որ ռուսական հակաօդանավային պաշտպանության տեսափնտրման դաշտում եմ։ Մենք արդեն սովորել ենք ապրել նման մթնոլորտում։ Վլադիմիր Պուտինը Սարկոզի եւ Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ հանդիպումներում նշել է, որ ինձ կախելու է շուկայում։ Պուտինը երբեք չի կատարում իր խոստումները, բայց սպառնալիքները կատարում է, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Վրաստանը մտադրություն չունի միանալ ոչ ԱՊՀ տարածքում ստեղծված ազատ առևտրային գոտուն, ոչ էլ Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծված Եվրասիայի միությանը։ Նյուսայեմը գրում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշադզեն։ Բոլոր ինքնիշխան պետությունները իրավունք ունեն ստեղծելու տնտեսական կամ քաղաքական միություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծած Եվրասիական միությանը, ապա մենք նրանց հետ միավորվելու ոչ մի ցանկություն կամ ծրագիր չունենք, ասել է Վրաստանի արտգործնախարարը, ընդգծելով, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը եւ հենց այդ կազմակերպությունների արժեքներն են համապատասխանում Վրաստանին։ Եթե Ռուսաստանին չընդունեն առևտրի համաշխարհային կազմակերպություն, նա կդիմանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մենք իհարկե դրան պատրաստ ենք, բայց եթե մեզ ասեն, որ մենք ինչ-որ պատճառներով պատրաստ չենք, մենք դրան կդիմանանք, ասել է նա։ Մեդվեդևը առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու խնդրին անդրադարձել է, երբ Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը հայտնել է, որ մոտակա 3-ից 5 տարում հայրենի գյուղացիությունը կարող է ինքնուրույն ապահովել ռուսական ներքին շուկան եւ կոչ է արել նախագահին չկորցնել ռուսական գյուղատնտեսության ներուժը առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացում։ Հիշեցնենք, որ այս գործընթացը ձգվում է արդեն 18 տարի։ Ռուսաստանի Դաշնության անդամակցությանը դեմ է հանդես գալիս Վրաստանը, որը մի շարք պայմաններ է առաջ քաշում։ Այս ժամին այսքանը, ցտեսություն։